Թուրքիայի տարածքով անցել է 13 տորնադո։ Լեհաստանում մոլեգնել է լայնածավալ հրթիռ։ Ճապոնիայում մայիս ամիսը բաժանվել է ամռան և ձմռան։ Իսկ Ինդոնեզիայում հրաբուխը դարձել է մահաբեր թակարդ զբոսաշրջիկների համար։ Ինչպիսին էր անցած շաբաթը մոլորակի համար, դիտեք։ ԱՄՆ Մայիսի 6-ին Միսիսիպի նահանգի հարավային հատվածում ձևավորվել են սուպերբջիջների առաջացման պայմաններ։ Մեքսիկական ծոցից եկող տաք և խոնավ օդը բախվել է բարձր շերտերում առկա ուժեղ քամիների հետ, ինչի հետևանքով առաջացել են մի քանի հզոր տորնադոներ։ Տարերկի ամենաուժեղ հարվածները բաժին են հասել Լամար, Լինքոլն և Ֆրանկլին շրջաններին։ Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Բրուքհեյվեն և Բոուկ-Չիտո քաղաքների շրջանում։ Այստեղ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է ամենաբարձր մակարդակի նախազգուշացում, որը կիրառվում է աղետալի վնասների և մարդկային զոհերի վտանգի դեպքում։ Միևնույն ժամանակ ականատեսների խոսքով բազմաթիվ տորնադոներ գրեթե անտեսանելի են եղել անձրևի խիտ պատի պատճառով։ Նման մրրիկները համարվում են հատկապես վտանգավոր, քանի որ դրանք նկատվում են չափազանց ուշ։ Ռադարային դիտարկումների համաձայն տորնադոներից մեկը բարձրացրել է բեկորները ավելի քան 8 կիլոմետր բարձրության վրա, ինչը համադրելի է Էվերեստի բարձրության հետ։ Սա խոսում է ուժեղ վերել հոսքով մրրիկի հսկայական հզորության մասին։ Նման երևույթները համեմատաբար հազվադեպ են հանդիպում և հանգեցնում են լուրջ ավերածությունների։ Տուժած շրջաններում վնասվել է ավելի քան 400 տուն։ Առնվազն 17 մարդ ստացել է վնասվածքներ։ Մարդիկ հիշում էին, թե ինչպես էին թաքնվում լոգասենյակներում և կահույքի տակ, փորձելով պաշտպանել երեխաներին, մինչ զոր քամին պոկում էր տանիքները և քանդում նրանց բնակարանների պատերը։ Թրեյլերային ավաններում տորնադոները ոչնչացրել են գրեթե բոլոր շարժական տները։ Փրկարարական գործողությունները շարունակվել են ամբողջ գիշեր։ Արտակարգ ծառայությունները ստուգել են ավերված շենքերը, օգնել տուժածներին և մաքրել ճանապարհները փլատակներից։ Չնայած ավերածությունների մեծ ծավալին, բարեբախտաբար, զոհեր չեն եղել։ Թուրքիա Մայիսի 3-ին Թուրքիային հարվածել են հզոր տեղատարափներ, ամպրոպներով, կարկուտով, ուժեղ քամիներով և աննախադեպ թվով տորնադոներով։ Վտանգավոր եղանակային երևույթների եվրոպական տվյալների բազայի համաձայն առաջացել է 13 տորնադո, որոնցից 9 եղել են շատ հզոր, IF2 կարգի։ Վնասների չափը ցնցող է։ Արմատախիլ եղած ծառեր, տապալված էլեկտրահաղորդման գծերի սյուներ, ավերված տներ և տնտեսական շինություններ, վիրավորված կենդանիներ։ Ամենաշատը տուժել է Շանլուրֆա նահանգը։ Այստեղ փոթորկի ընթացքում գրանցվել է 7 տորնադո։ Վիրանշեհի շրջանում մրրիկը ավերել է 2 հարսանյաց սրահ և 6500 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլային դաշտ, իսկ հասցված վնասը գերազանցել է $2 միլիոն։ Սրահներից մեկում, որը նախատեսված էր 2000 հյուրի համար, այդ ժամանակ նախատեսված էր հարսանիք։ Սակայն տորնադոից ընդամենը մի քանի օր առաջ այն չեղարկվել էր, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել ողբերգական հետևանքներից։ Տարածաշրջանի գյուղատնտեսությունը նույնպես լուրջ վնասներ է կրել տորնադոներից և կարկուտից։ Վնասվել է ավելի քան 1200 հեկտար պիստակի տնկառ։ Զգալիորեն տուժել են նաև սխտորի և ցորենի ցանքատարածությունները։ Շանլուրֆայում տարերկի մոլեգնության հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 40 ստացել են վնասվածքներ։ Մարտին նահանգում IF2 կարգի տորնադոն պոկել է արևային էլեկտրակայանի վահանակները և մի քանի անգամ շրջել այն կոնդեյները, որտեղ բնակվում էին աշխատողները։ Ներսում գտնվող 4 մարդ ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Գազիանթեպ նահանգում տորնադոն մի քանի մետրով վեր է նետել միկրոավտոբուսը և դուրս շպրտել ճանապարհից։ Ուղևորները ստացել են վնասվածքներ, իսկ ավտոմեքենան՝ զգալի վնասներ։ IF2 կարգի ևս մեկ տորնադո հատել է Սիրիայի սահմանը, անցել մոտ 7 կիլոմետր և լուրջ վնասներ հասցրել գյուղատնտեսական հողատարածքներին և ենթակառուցվածքներին Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում։ Հարկ է նշել, որ Թուրքիայի տարածքում նկատվում է տորնադոների և ջրային մրրիկների քանակի կտրուկ, փաստացի էքսպոնենցիալ աճ, ինչը հստակ երևում է գրաֆիկում։ Համեմատության համար 2020 թվականի սկզբից մինչև 2026 թվականի մայիսի 10-ը երկրում գրանցվել է նման երևույթների ավելի մեծ քանակ, քան նախորդ 20 տարիների ընթացքում։ Ավելին, աճում է ոչ միայն դրանց քանակը, այլև ինտենսիվությունը, ինչը հաստատում է տորնադոների ներկայիս բռնկումը։ Թուրքիայի բազմաթիվ նահանգների բնակիչներին շոկի է ենթարկել նաև մայիսյան ձյունը։ Գյուզջե քաղաքի բարձրադիր շրջաններում տեղացել է 60 սանտիմետր ձյուն։ Ճանապարհների մաքրման համար գործի է դրվել հատուկ տեխնիկա։
Աֆյոնքարահիսար նահանգում ձյան և մերկասառույցի պատճառով խաթարվել է երկրի արևմտյան շրջանները կապող հիմնական տարածաշրջանային ավտոճանապարհների երթևեկությունը։ Մի քանի շրջաններում նաև չեղարկվել են դպրոցական դասերը։ Ջերմաստիճանի կտրուկ տատանումները և ոչ սեզոնային ձյունը վնաս են հասցրել գյուղատնտեսությանը։ Մերսի նահանգում ձյան ծածկույթը հասել է 10 սանտիմետրի։ Տուժել են բալի և դեղցի այգիները, որոնք այդ ժամանակ ծաղկման փուլում էին։ Տնկարկները պաշտպանելու համար տեղադրված հակակարգտային ցանցերը փլուզվել են ձյան ծանրության տակ, իսկ ծառերի մի մասը կոտրվել է։ Տեղացիների խոսքով նրանք նախկինում երբեք չէին բախվել նման բնական երևույթի հետ մայիս ամսին։ Իսպանիա։ Մայիսի 4-ին Իսպանիայի հյուսիս-արևելքում մոլեգնել է հզոր ամպրոպների շարք, տեղատարափերով և կարկուտով։ Ամենաշատը տուժել է Արագոն շրջանը, հատկապես Սարագոսա նահանգը։ Գալյուր համայնքում մոտ 40 րոպե շարունակ տեղացել է ուժեղ կարկուտ։ Տարերքը ոչնչացրել է ավելի քան 300 հեկտար կարտոֆիլի, եգիպտացորենի, գարու և արվույթի ցանքատարածություններ, լուրջ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը։ Մայիսի 5-ին Կանտաբրիա շրջանում 67 մայրուղին ծածկվել է մի քանի սանտիմետր տրամագծով կարկուտով։ Ասֆալտը դարձել է չափազանց սայթաքուն, ինչի հետևանքով տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար 16 մեքենայի մասնակցությամբ։ Սակայն ամենավտանգավոր իրավիճակը ստեղծվել է մայիսի 7-ին երկրի հարավ-արևելքում։ Միջերկրածովյան ամպրոպները ընդամենը մի քանի ժամում բերել են ամսական տեղումների նորմային հավասար քանակի տեղումներ։ Մուրսիա շրջանի Լոս Ալգասարես համայնքում տեղացել են մինչև 140 մմ տեղումներ։ Փողոցները վերածվել են հորդառատ հոսքերի, հեղեղվել են ավտոկայանատեղիները, թունելները և շենքերի առաջին հարկերը։ Մարմենոր շրջանի միանգամից մի քանի համայնքներում ժամանակավորապես դադարեցվել են դասերը, իսկ դպրոցներից մեկում ստիպված են եղել տարանել աշակերտներին։ Լեհաստան։ Մայիսի 5-ին Լյուբլինի վոևոդությունում բռնկվել է անտառային հրդեհ, որը ընդգրկել է Պուշչա-Սոլսկայի տարածքը, Լեհաստանի խոշորագույն անտառային զանգվածներից մեկը, որը հայտնի է իր դարավոր սոճու անտառներով, տորֆային ճահիճներով և թռչունների ու կենդանիների հազվագյուտ տեսակների բնակավայրերով։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կրակը սրընթաց տարածվել է, ընդգրկելով ավելի քան 500 հեկտար անտառ։ Հրդեհի արագ տարածմանը նպաստել են ծայրահեղ չոր անտառային ծածկույթը, ուժեղ պոռթկում քամին և օդի բարձր ջերմաստիճանը։ Մի քանի օր շարունակ պահպանվել է տիպիկ ամառային շոկը։ Ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչև 27 աստիճան Ցելսիուսի։ Իրավիճակը հակապես վտանգավոր էին դարձնում սոճու խիտ անտառները։ Կրակը արագ անցնում էր անտառային ծածկույթից դեպի ծառերի գագաթները, առաջացնելով վերին հրդեհ, որը տարածվում էր ահռելի արագությամբ։ Կրակի դեմ պայքարի համար ներգրավվել են գրեթե ամբողջ երկրի ուժերը։ Գործողությանը մասնակցել է ավելի քան 800 հրշեջ, ավելի քան 200 միավոր տեխնիկա, ջերմատեսիլներով անօդաչու սարքեր և ավիացիա։ Հրդեհաշիճումը բարդացնում էին դժվարամատչելի ճահճային տարածքները, անտառային ճանապարհների սահմանափակ քանակը և ուժեղ ծխապատվածությունը։ Կրակի մարման ընթացքում տեղի է ունեցել ողբերգություն։ Կործանվել է 1 հրշեջ ինքնաթիռ, իսկ օդաչուն զոհվել է։ Մասնագետների խոսքով նման խոշոր անտառային հրդեհները նախկինում հիմնականում ասոցացվում էին Իսպանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ։ Սակայն այժմ նման դեպքերը ավելի հաճախ են տեղի ունենում նաև Լեհաստանում։ Արգենտինա։ Մայիսի 7-ից 9 ցիկլոգենեզի գործընթացով պայմանավորված հզոր արտադարձային ցիկլոնը հարվածել է Արգենտինայի կենտրոնական հատվածին և նրա ատլանտյան ափերին։ Բուենոս Այրես նահանգում մայիսի 7-ին Լաս Ֆլորես շրջանում տորնադոն ամբողջությամբ ավերել է տունը։ Տուժել է 4 մարդ, այդ թվում 1 երեխա։ Մար դել Պլատա քաղաքում 1 օրում տեղացել են 105 մմ տեղումներ, ինչը գրեթե հավասար է մայիս ամսվա 2 ամսական նորմային։ Փողոցները հեղեղվել են, մարդկանց փրկել են մեքենաներից, ստիպված են եղել փակել նավահանգիստը և ալեպաշտպան կառույցները, ինչպես նաև չեղարկել ջրային բոլոր մարզաձևերը։ Նեկոչիա քաղաքի վրա 24 ժամից էլ քիչ ժամանակում տեղացել է 3 անգամ ավելի շատ անձրև, քան սովորաբար տեղում է 1 ամսվա ընթացքում։ Քամու պոռթկումները հասել են ժամում 90 կմ արագության, իսկ ափամերձ ալիքների բարձրությունը 7 մետրի։ Մայիսի 8-ի գիշերը Մոնտե Էրմոսո քաղաքում փոթորկային մակընթացությունը ջեղքել է ափամերձ պատնեշը, իսկ ալիքները քշել տարել են փրկարարական կայանը։ Ջուրը ներթափանցել է քաղաքի խորքը, հեղեղելով 2 թաղամաս, իսկ բնակիչների մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։ Վիլյա դել Մար բնակավայրում մակընթացությունը հասել է գրեթե 6 մետրի, ջրածածկելով տեղի բնակիչների տները։
Մարդկանց տարանել են ռազմածովային ուժերի եւ հրշեջների մասնակցությամբ։ Փոթորիկը վտանգավոր է եղել ոչ միայն ափամերձ շրջանների, այլև նավագնացության համար։ Ավելի քան 170 օտարերկրյա նավեր ապաստան են գտել Արգենտինայի ափերի մոտ 12 մետրանոց ալիքների եւ մինչեւ ժամում 140 կմ արագությամբ քամու վտանգի պատճառով։ Բաց ծովում նման փոթորիկը կարող էր նրանց համար հանգեցնել զանգվածային նավաբեկությունների։ Նավերին թույլատրվել է մնալ բացառիկ տնտեսական գոտում, ռազմածովային պրեֆեկտուրայի վերահսկողության ներքո մինչև եղանակային պայմանների բարելավումը։ Son incidentes o accidentes, sobre todo teniendo en cuenta lo que son las. Ճապոնիա։ Մայիսի 4-ին Ճապոնիայում գրանցվել է ոչ սեզոնային եղանակային կտրուկ հակադրություն։ Դա տեղի է ունեցել ոսկե շաբաթվա ընթացքում երկրի գլխավոր հանգստի եւ ճանապարհորդությունների շրջաններից մեկի ժամանակ։ Տոկիոյի կենտրոնում գրանցվել է 28.4 աստիճան Ցելսիուս, իսկ մայրաքաղաքի արվարձաններում ջերմաչափերի սյուները բարձրացել են 30 աստիճանից բարձր։ Հարկ է նշել, որ նման ջերմաստիճանը ավելի բնորոշ է հունիսի վերջին, հուլիսի կեսերին, ոչ թե մայիսի սկզբին։ Երկրի հյուսիսում պատկերն գրեթե ձմեռային է եղել։ Ջերմաստիճանը որոշ վայրերում իջել է մինչև 4 աստիճան Ցելսիուս եւ տեղացել է ձյուն։ Քամու պորտկումները գերազանցել են վայրկյանում 25 մետրը։ Միագի պրեֆեկտուրայի Սիրույսի քաղաքում գրանցվել է մրգային քամի 30.3 մետր վայրկյանում արագությամբ։ Քամին հանգեցրել է լուրջ հետևանքների։ Վակայամա պրեֆեկտուրայում ծառը ընկել է բնակելի տան վրա։ Կանտո շրջանում 15 ժամով փակվել է Tokyo-Bay Equaline ավտոմայրուղու երթևեկությունը։ Չիպա պրեֆեկտուրայի Նարիտա օդանավակայանում վայրեջքի մոտեցող ինքնաթիռը քամուց ուժեղ ճոճվում էր եւ երկար ժամանակ չէր կարողանում վայրեջք կատարել։ Իսկ Կանագավայում փոկված մետաղական վահանակը ընկել է երկաթուղային գծերի վրա, ինչի պատճառով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ամենաառատ ձյունը տեղացել է Հոկկայդո կղզու հյուսիսում։ Տակինոյե բնակավայրում մեկ օրում տեղացել է 11 սանտիմետր ձյուն, եւ մայիս ամսին նման երևույթ այստեղ առաջին անգամ է գրանցվել վերջին 30 տարիների ընթացքում։ Վականայ քաղաքում ականատեսները եղանակը նկարագրել են որպես գրեթե ձմեռային։ Տեղացել է ձնախառն անձրև, փչել է ուժեղ կողային քամի, որի պայմաններում նույնիսկ հովանոց պահելը դժվար է եղել։ Ինդոնեզիա։ Մայիսի 8-ի առավոտյան Ինդոնեզիայի հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզում տեղի է ունեցել Դուկոնո հրաբխի ժայթքումը։ Խառնարանից պայթյունի ձայնով բարձրացել է մոխրի խիտ սյուն, մոտ 10 կիլոմետր բարձրությամբ։ Տեղի բնակիչները չեն տուժել, քանի որ մոտակայքում բնակավայրեր չկան։ Դուկոնոն Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, եւ 2008 թվականից նրան տրվել է վտանգավորության 4 մակարդակներից երկրորդը։ Խառնարանի շուրջ արգելված գոտու շարավիղը կազմում է 4 կիլոմետր։ Եվ չնայած նրան, որ ապրիլի 17-ից հրաբխային ակտիվության ուժեղացումից հետո հրաբուխ բարձրանալու տարածքը ժամանակավորապես փակվել էր, ժայթքման պահին մայիսի 8-ին Դուկոնոյի լանջերին գտնվել են 20 հոգի լեռնագնացներ եւ զբոսաշրջիկներ։ 17 մարդու հաջողվել է տարանել նույն օրը, նրանցից ոմանք ստացել են թեթև վնասվածքներ եւ այրվածքներ։ Եվս 3 մարդու որոնումները բարդացել են մոխրաթափության, վատ տեսանելիության եւ թրջող քարե բեկորների պատճառով։ Նոր ժայթքումների վտանգի հետևանքով որոնողափրկարարական խմբերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները եւ հեռանալ անվտանգ գոտիներ։ Ավելի ուշ գործողությանը միացել են նաեւ անօդաչու սարքեր, այդ թվում ջերմատեսիլներով։ Հաջորդ օրը փրկարարները գտել են 3 անհետ կորածներին առանց կյանքի նշանների։ Նրանց մարմինները թաղված են եղել հրաբխային նյութի եւ քարե բեկորների հաստ շերտի տակ, ինչը զգալիորեն բարդացրել է տարանումը։ Ողբերգությունից հետո իշխանությունները սկսել են պարզել, թե ով է թույլ տվել բարձրանալ փակ երթուղով եւ արդյոք կազմակերպիչների կամ ուղեկցողների կողմից եղել է ամփոփություն։ Նախազգուշացումները եղել էին։ Երթուղին փակված էր։ Վտանգավոր գոտին նշված էր։ Սակայն զբոսաշրջիկների խումբը միևնույն է շարժվել է դեպի խառնարան եւ հենց այնտեղ էլ հայտնվել հզոր ժայթքման պահին։ Իշխանությունների ենթադրությամբ մարդկանց մի մասը կարող էր բարձրանալ հրաբուխ, տեսանյութ նկարահանելու նպատակով։ Ինդոնեզիայի աղետների հարցերով մասնագետների ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ նման տեսանյութերը աստիճանաբար ձևավորում են ռիսկի աղավաղված ընկալում։ Մարդիկ թերագնահատում են վտանգը ոչ թե այն պատճառով, որ հրաբուխն իրականում անվտանգ է, այլ որովհետև ուշադրության կենտրոնում սովորաբար հայտնվում են միայն նրանք, ովքեր հաջողությամբ բարձրացել են, իջել եւ հրապարակել տպավորիչ կադրեր։ Իսկ այն հնարավոր վտանգները, որոնք այդ պահին չեն իրականացվել, մնում են անտեսանելի։ Իրական վտանգը պահպանվում է եւ կարող է դրսեւորվել ցանկացած պահին, շիկացած հրաբխային նյութերի արտանետման, խիտ մոխրաթափության, գազերի կամ հանկարծակի պայթյունային ժայթքման տեսքով։
Տուկոնո հրաբխի ողբերգությունը հենց դա էլ ցույց տվեց։ Ոչ մի, նույնիսկ ամենատպավորիչ տեսանյութը չարժե գետ մեկ մարդու կյանք։ Մարդիկ, ովքեր տարերային աղետի ժամանակ հայտնվել են մահվան դեմ առ դեմ, հետագայում կիսվել են, որ հենց այդ պահերին առավել սուր կերպով հասկացել են ամբողջ նյութական աշխարհի անցողիկությունն եւ ունայնությունը։ Եվ միակ բանը, որի մասին նրանք մտածել են սահմանագծին, սեփական կյանքի արժեքն է եղել։ Մնացած ամեն ինչ դառնում է ավելորդ, ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, որովհետև երբ կորչում է կյանքը, կորչում է ամեն ինչ։